Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արգարժան անդամներ, սիրելի հայրենակիցներ, նախ անկեղծորեն եմ ասում, կարծում եմ նման հարցի քննարկումը որոշակի իմաստով առաջացրեց ընտրական գործընթացում հավասարության, մրցակցության խաթարում, ինչ իմաստով մենք ստիպված ենք եղել այսօր ժամը 17:00-ի սահմաններից սկսած իսկապես սպասել այս նիստին կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մեր թիմի անդամներն են ունեցել որոշակի ակնկալիք այս նիստով պայմանավորված եւ մյուս քաղաքական ուժերը զբաղված են եղել լրիվ այլ գործունեությամբ, որովհետեւ այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Ինչևէ, ամեն ինչ էլ տեղի ունենում է, իդեպ մեր թիմը ցանկացած սցենարին էլ պատրաստ էր։ Դիմումին ծանոթանալով առաջին արձանագրումը, որ պետք է անենք, հետևյալն է։ Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի տրամաբանությունը հուշում է, որ նման պահանջով այն ուժը կորցրած ճանաչելու կամ անվավեր ճանաչելու հիմքերը առավել քան խրթին են եւ հստակ։ Սկսենք հերթականությամբ։ Եթե ուժը կորցրած ճանաչելու տեսանկյունից ենք նայում, նման դիմումին պետք է նախորդի կոնկրետ փաստակազմով արձանագրված իրավական ակտ։ Օրինակ, բացահայտեմ, այս ժամանակահատվածում թեև մենք դրա մասին հրապարակայնորեն չէինք խոսում, մենք ներկայացրել ենք մի շարք դիմումներ կենտրոնական ընտրական հանձնաժողովին քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ, որի շրջանակներում խնդրում էինք, որ կիրառվեր նախազգուշացում։ Ինչի համար էինք դա անում։ Ոչ թե մենք տեղը չգիտեինք 19-րդ հոդվածի 8-րդ մասի, որ օրինակ այն ատելության խոսքը երբ արձանագրվել էր, կարող էինք նման հիմքով ներկայացնել դիմում, բայց մենք գիտեինք, որ եթե այդ հիմքով ներկայացնենք, այն մերժվելու էր, որովհետև դրան նախորդող խախտման փաստի վերաբերյալ արտահայտություն պետք է ունենանք։ Դրա համար դիմել էինք նախազգուշացման պահանջով։ Այլ հարց կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր։ Մեկ այլ հանգամանք էլ, որը հույս ունեմ, որ եթե հնարավորություն կունենա հանձնաժողովը, թող դրան անդրադառնա։ Իմ գործընկերը Տիկին Մելոյանը ներկայացրել էր վարչական ռեսուրսի չարաշահման դեպքի հետ կապված դիմում, որտեղ խնդրել էր նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուժը կորցրած ճանաչելու հարցը քննարկել։ Նշվածի վերաբերյալ նիստ չենք ունեցել։ Նշվածի վերաբերյալ 5 ժամում նիստ չենք ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովում, 10 ժամում էլ չենք ունեցել, 20 ժամում էլ չենք ունեցել, ընդհանրապես չենք ունեցել։ Մատեղ հարց է առաջանում, այսինքն պետք է Հանրապետության կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմում լինի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 5 ժամում նիստ նշանակի։ Քավլիցի։ Սա տարբերակված մոտեցման տեսանկյունից վարչարարության իմաստով իմ համար առնվազն անհասկանալի էր։ Մյուս հանգամանք Ընտրական օրենսգիրքը ասում է շարունակական բնույթի խախտումներ։ Դուք նույնիսկ մեկ խախտում չեք հիմնավորել։ Դիմումում նույնիսկ մեկ խախտում չի հիմնավորվել, բայց դիմումի հեղինակները խոսում են շարունակական խախտումների մասին։ Ընտրական օրենսգիրքը ասում է մի հատ այդ խախտումը հիմնավորի, դրանից հետո բեր որ դա շարունակական է, բայց տել չի ավարտվում։ Ասում եմ մի հատ էլ որ դա էական ազդեցություն է ունեցել։ Հիմա ասում եմ հասկանամ, մենք այսինքն մամուլի հրապարակումներով ժողովրդավարության սկզբունքին պետք է միջամտություն անենք, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները պետք է ասեն ժողովրդավարության սկզբունքը դնում ենք մի կողմ, ընտրական գործընթացի հավասարությունը, մրցակցությունը, ազատությունը դնում ենք մի կողմ, որովհետև հանրապետություն կուսակցությունը դիմում է ներկայացրել, գից նաև մամուլի հաղորդագրություններ է ներկայացրել։ Դրա համար եկեք ուժը կորցրած ճանաչենք։ Չէ լավ, եթե ուժը կորցրած էլ չէ, եկեք անվավեր ճանաչենք։ Ինչի՞, որովհետև մամուլի հրապարակում կա, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթ կա։ Առաջինը, Նարեկ Կարապետյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Գործընկերը իդեպ ԿՀ-ին հայտնում էր, որ մեղադրանք կա առաջադրված։ Չկա ոչ մի մեղադրանք առաջադրված։ Վարույթ կա նախաձեռնված ու ես երևի թե հենց այս նիստի ընթացքում առիթը օգտագործեմ, ուղղակի քանի որ գործընկերն հնարավոր է այդ մասով տեղեկացած չեն եղել։ Դեպք է եղել 2021 թվականին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ՆԳՆ-ն ներկայացրել է տեղեկանք, այնուհետև այդ տեղեկանքի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում է փոխանցել ԿՀ-ին։ Նշված դեպքում նման զարգացում տեղի չի ունեցել։ Եվ այդտեղ հարց կառաջանա, ինչի Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նման զարգացում տեղի չի ունեցել։ Եվ ես հիմա կանեմ իսկապես բացառիկ բացահայտում,
որտեղ Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ եղել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իդեպ իրավապահներին էլ կարող ենք տեղեկացնել այդ հանգամանքը, եթե պետք լինի միայն մամուլի տվյալները չեն, որ մեր տրամադրության տակ են։ Ես նաև պաշտոնական իմ գրությանը ի պատասխան ստացել եմ տվյալ առ այն, որ Նարեկ Կարապետյանը երբևէ որևէ կարգավիճակով չի եղել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Սա կասկածները փարատելու տեսանկյունից։ Ես ոնց հասկացա գործընկերների տրամաբանությունից ելնելով, ընտրական օրենսգրքի այս փուլում փաստորեն նաև վարչապետի տեխնացուի առաջադրման մի հատ տող կա, երբ թղթերը ԿՀ ներկայացնում ենք, որի մասին մենք չենք իմացել։ Այդ պարագայում կարծում եմ նաև զուգահեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարգարժան անդամներին առաջարկենք, որ ԿՊ-ի գնացումն էլ ուժը կորցրած ճանաչենք, որտեղ իրանք էլ դա չեն լրացրել։ Որովհետև ես տենց ընդհանրակարգ ընտրական օրենսգրքում չեմ տեսել, որտեղ վարչապետ կարող է լինել նաև ընդհանրապես падգամավորի գործընթացում ընտրական օրենսգրքի իմաստով չմասնակցած անձը։ Չմասնակցած։ Սա ընտրական օրենսգրքի տրամաբանությունն է։ Մյուսը։ Ես որքանով որ հասկացա, մենք խոսում էինք, սա զուտ որպես արձագանքի կարգով եմ ուզում ասել, որ երբ դուք այդ հաղորդագրությունները տարածում եք կամ ներկայացնում եք, եկեք այսպես ասեմ, ախր հաղորդագրություններ կան նաև այլ ուժերի վերաբերյալ, այսինքն օրինակ ներկայումս իշխանական ուժի նկատմամբ այդ փութաջանությունը ինչի չի ցուցաբերվում։ Սա հռետորական հարց է իդեպ, այսինքն ուզում եմ հասկանամ գործընկերները ներկայացնում են այս դիմումը, ինչով պայմանավորվում։ Այստեղ կներեք, բայց միջա ես պիտի ասեմ էլի, տեսեք, դուք բանավիճում եք եւ չէ դիմումի վերաբերյալ իրավական շահագրգռվածություն տեսեք, պարոն Վարդանյան, լսեք, հասարակության իմաստով։ Պարոն Վարդանյան, լսեք, ձեր դաշինքի անունը տրվեց եւ ձեր կողմից եղավ հանդիմանում եւ ընդունեցինք այդ հանդիմանումը։ Կարծում եմ իշխող քաղաքական ուժներ մեկ քաղաքական ուժ է։ Այս դեպքում ուներ ուրիշ անդամ այս հանգամանքը նշել։ Չէ, պարոն Վարդանյան, ես եմ նախագահը, ես եմ միջամտում, դրա համար եմ ասում։ Ու դա պետք չի ու այլ հարթություն տանել։ Իմ ասած այն է, որ պետք չի քարոշ թեկուզ թաքնված քարոշչություն օգտագործել։ Եկեք շարունակեմ դիրքորոշումը, դիմումում ներկայացման շրջանակներում օգտագործվեց փաստ, օգտագործվեց ապացույց եզրույթները։ Դիմումի եւ կից ներկայացված տվյալների ուսումնասիրությունից չկա փաստ, չկա ոչ մի ապացույց։ Ավելին, պարոն Եգորյանի կողմից ներկայացված միջնորդությունը, երբ քննարկվում էր, ես ինչի համար էի ուզում խնդրել, որ դիրքորոշում ներկայացնեի։ Պատճառը որն էր, որ այդ միջնորդությունը հենց հիմնավորեց դիմումի ակնհայտ անհիմն լինելը։ Որտեղ պարոն Եգորյանը ասում է, ես չեմ կարողանում ազդեցություն գնահատեմ, որտեղ բավարար տվյալ չունեմ։ Դրա համար դուք դիմեք իրավապահ մարմիններին, որ տվյալ ստանաք, որ հասկանանք, գնահատելու ստացվում է, թե չէ։ Ես ձեր միջնորդության տրամաբանությունը այդպես եմ ընկալում։ Ու այդ պարագայում արդեն իսկ դիմումի ակնհայտ անհիմն լինելը հաստատվում է։ Ինքնին արդեն։ Ինչ վերաբերում է մամուլի հաղորդագրություններին, որոնք կից ներկայացվել են։ Ես պարզապես ելնելով նրանից, որ այս ժամանակահատվածում փաստաբանական գործունեություն նաև իրականացնում եմ, շահերի պաշտպանություն իրականացնում եմ, օրինակ արդյոք նաև այդ հետազոտությունը իրականացվել է, թե այդ հաղորդագրություններից քանիսը մերժվել են ընդհանրապես, քանիսը հիմնավոր կասկածով են մերժվել, եւ հիմա օրինակ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետքա դնենք այն դրության մեջ, որ իրանք սկսեն նաև դա գնահատել։ Իհարկե ոչ։ Իդեպ ես այս ամեն ինչ ինչի համար էի նշում։ ՎԲ կոտորակ 68-61, կոտորակ 05, կոտորակ 21 վարչական դատարանի վճիռ։ Օգտագործում է փաստակազմ եզրույթը, փաստակազմ։ Իսկ մենք դիմում պետք է ունենենք փաստակազմ, եթե ուժը կորցրած ճանաչելու մասին ենք խոսում։ Իսկ այդ փաստակազմից ընդհանրապես արկա չէ։ Ընդհանրապես։ Եթե խոսում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների մասին, քավլիցի, դիտորդական առաքելությունը մի գործառույթ է, ծայրահեղ միջոց կիրառելու լիազորությունը լրիվ այլ։
Որտեղ կրկին եմ ուզում նշել, մենք հիմա այս պահին խոսում ենք ժողովրդի իշխանության իրացմանը միջամտելու մասին։ Եվ այդ իմաստով օրինակ լսեցին կարծիք, որ այստեղ ապացուցման շեմը տենց բավականին ցածր պետք է լինի։ Այսինքն ժողովրդավարության սկզբունքին ամենաինտենսիվ միջամտությունը, բայց ցածր ապացուցման շեմով։ Նաև մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ։ Այստեղ կից ներկայացվել էր, եթե սխալվում եմ, խնդրեմ հանձնաժողովի գործընկերները ուղղեն, 25 դեպքեր չէ ներկայացվել։ 2021 թվականին 871 դեպք է եղել։ Դատախազության կողմից նախաձեռնված բարույթներ, որոնք վերաբերել են ընտրական գործընթացին։ Սահմանադրական դատարանը գտել է, որ 871 քրեական վարույթների առկայությունը էական ազդեցություն չունի ընտրությունների վրա։ Որտեղ 871-ը, որտեղ 25-ը, որոնցից ոչ մեկով անմեղության կանխավարկածը չի ախտարվել, մի գաղտնիք է բացը։ Ձայնագրությունների իսկություն էլ չի արվել։ Չի արվել։ Հիմա դուք կարծնեք, բայց դա ինչքան ինչ նշանակություն ունի եւ այլ, կասեմ շատ ճիշտ եք ասում, որտեղ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի, ինչի ենք մենք ծանրաբեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Իդեպ այն ժամանակահատվածում, երբ թե հանրապետություն կուսակցությունը, թե մեր դաշինքը կարող էին օգտագործել այս ժամանակահատվածը նախընտրական քարոզչության համար, որովհետև վաղը այլևս լռության պահպանման օրն է։ Ես սա ցավով եմ ասում, որ մենք իսկապես ժամանակահատվածը, այո, դե խոսքը գնում է այլևս 25 րոպե ժամանակի մասին։ Ցավով եմ սա ասում, որ մենք այսքան ժամանակ կորցրեցինք։ Իրապես Այսինքն ի վերջո գալիս եմ նրան, թե իրավական շահագրգռվածությունը որտեղ է։ Իդեպ ես նաև լսեցի ճեպազրույցը գործընկերների, փաստորեն ուղիղ որպես փաստ վկայակոչվում էր հանրային հեռուստաընկերության բանավեճը, որ այնտեղ քանի որ հնչեց ուժերից մեկի կողմից ուղիղ ներկայացվել է ճեպազրույցի ընթացքում, ոչ թե դուք, ձեր մեկ այլ գործընկեր ով ուղիղ նշեց, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց այդ հարցը, դրա համար արձագանքեցին։ Չէ պայմանավորվել։ Սա փաստական տվյալ էր, լավ։ Բանավեճի մասնակիցներից մեկը, քանի որ բանավեճի մեկ այլ մասնակցի հորդորեց, դրա համար ունեցանք այսօր այս պատկերը։ Ամփոփելով խոսքս, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարգարժան անդամներ, խնդրում եմ հնարավորության դեպքում նույնիսկ, եթե դա ողջամտորեն հնարավոր է, առավել սեղմ ժամկետում մերժել նշված դիմումը, որը երկու հիմքերի տեսանկյունից էլ ակնհայտ անհիմն է, այսինքն անվավերության տեսանկյունից ընդհանրապես որևէ հիմք չի ներկայացվել, ընդհանրապես ուժը կորցրած ճանաչելու մասով ընդհանրապես որևէ հիմք չի ներկայացվել, չէր էլ կարող ներկայացվել, որտեղ դրան պետք է նախորդեր խախտման արձանագրման փաստը, խախտման արձանագրման փաստն անում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե չի անում, անում է վարչական դատարանը, կամ օրինական ուժի մեջ մտած մի այնպիսի տիտանական նշանակության դատավճիռ քրեաիրավական, որը կարողանար փաստորեն ամբողջ ծավալով ազդել։ Իդեպ մի հանգամանք էլ էր նշվել, որ իբրև մեր ուժը չի քննադատել կամ դատապարտել որևէ նման տեսակ երևույթներ, որոնց մասին վկայակոչում կատարվում էր։ Քանիցս ենք դա արել։ Թե ես եմ արել, թե Տիկին Մելոյանն է արել, թե մեր այլ գործընկերներ են արել։ Ավելին, ես նաև հենց հանրային հեռուստաընկերության բանավեճի շրջանակներում էլ ուղիղ դա արձանագրել եմ, ուղիղ։ Ուղղակի մի հատ այլ հանգամանք էլ կա, որ ընդհանրապես այդ հաղորդագրությունները նաև հենց ի պատիվ այս դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի չպետք է պարունակեն իրենց մեջ քաղաքական ուժի անվանում։ Հենց դրա վերաբերյալ նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի անունից գրություն է հասցեագրվել հակակոռուպցիոն կոմիտեին, որ վերջիններս զերծ մնան քաղաքական ուժի անվանման հիշատակումից։ Եվ չնայած դրան, հակակոռուպցիոն կոմիտեն նույն կերպ շարունակել է հիշատակել։ Երբ նույն բովանդակության ուսումնասիրությունից ախր, ակնհայտ է, որ այդտեղ ուժը ոչ մի կապ չունի։ Ֆիզիկական անձանց միջև խոսակցություններ են, մի մասը ընդհանրապես քյաբաբից մինչև չգիտեմ ինչի մասին է, ու այդ ամեն ինչ հիմա դառնա այսօր քննարկման առարկա։
վարչարարության եւ վարչական վարույթի հիմունքների մասին օրենքի, ընտրական օրենսգրքի, կիրառելի նաեւ դատական օրինական ուժի մեջ մտած ակտերի տրամաբանությամբ ակնհայտ անհիմն է նշված դիմումը եւ հնարավորինս սեմ ժամկետում ենթակա է մերժման։ Ինչի եմ սա ընդգծում, որովհետեւ ինքնին այս քննությունն էլ իր էությամբ եւ բովանդակությամբ որևէ դրական նշանակություն ընտրական գործընթացի հավասարության, մրցակցության, ազատության որևէ կերպ չի տալիս։ Շնորհակալ եմ։